Ողջունում եմ բոլորիդ, այսօր պատրաստելու ենք կաղամբից միջուկով կարկանդակներ։ Նախ պատրաստենք խմորը, 250 մլ տաք կաթի մեջ լցնենք 40 գ շաքարավազ և 12 գ չոր խմորիչ։ Մի փոքր խառնելուց հետո ավելացնենք ալյուր այնքան, որպեսզի ստացվի թթվասերի խտության զանգված։ Ալյուրը վերցնում ենք խմորի համար նախապես կշռված ալյուրից։ Ստացված զանգվածը ծածկենք սննդային թաղանթով և տաք տեղում դնենք 10-15 րոպե։ Պատրաստենք խմորի մնացած բաղադրիչները։ 3 ձուն և 1 ձվի սպիտակուցը լցնենք ամանի մեջ, ավելացնենք 1 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ վանիլ, լավ խառնենք զանգվածը։ Ապա ավելացնենք 50 գ հալեցրած կարագ։ Խմորի մեջ օգտագործելու ենք 2 ճաշի գդալ բուսայուղ։ Բուսայուղի մի մասը լցնում ենք խմորի մեջ, մյուս մասը թողնում ենք հունցելուց օգտագործելու համար։ Ստուգում ենք, եթե խմորիչը ակտիվ է, ապա այս զանգվածի վրա ավելացնում ենք ձվային զանգվածը, լավ խառնում և սկսում ավելացնել ալյուրը։ Խմորի համար պահանջվող ալյուրի ընդհանուր քաշը 600-ից 630 գրամ է։ Եթե հիշում եք, մի քանի գդալ արդեն իսկ օգտագործել ենք խմորիչը ակտիվացնելու համար։ Մնացած ալյուրն ամբողջությամբ լցնում ենք խմորի մեջ, աստիճանաբար, անընդհատ խառնելով։ Քանի դեռ խմորը թույլ է, հարմար է գդալով խառնել, երբ սկսում է պնդանալ, արդեն կսկսենք ձեռքով հունցել։ Հունցելու ժամանակ բոլոր կողմերից խմորը վրա ենք բերում, պատերից նույնպես ալյուրը մաքրում և հունցում մի լավ։ Խմորի պատրաստման ժամանակ ասացի, որ բուսայուղի մի մասը օգտագործում ենք, մնացած մասը պահում, հետո հունցելու ժամանակ օգտագործելուն։ Այժմ այդ պահն է հասել։ Բուսայուղը լցնում ենք խմորի վրա, շարունակում հունցել։ Որքան հունցում եք խմորը, այնքան այն ավելի ենթարկվող է դառնում։ Սեղանին փռում ենք սիլիկոնե գորգ, վրան բուսայուղ լցնում, խմորը տեղափոխում սիլիկոնե գորգի վրա և շարունակում աշխատել խմորի հետ։ Այնքան ենք հունցում, մինչև դառնա փայլուն, հարթ խմոր։ Լավ խմոր ստանալու համար կարելի է մի քանի անգամ սեղանին խփել խմորը։ Խմորն արդեն պատրաստեցինք, ամանի պատերին բուսայուղ քսենք, խմորը տեղափոխենք ամանի մեջ, ծածկենք սննդային թաղանթով և 2-ից 2.5 ժամ դնենք տաք տեղում, որպեսզի հասունանա։ Մինչ խմորը կհասունանա, մենք կպատրաստենք միջուկը։ Դրա համար թավայի մեջ 1.5 ճաշի գդալ բուսայուղ լցնենք, նախապես մեկ մեծ քերած գազարը տապակենք բուսայուղի մեջ, ընթացքում անընդհատ խառնենք, որ գազարը լավ եփվի, ապա ավելացնենք մանր կտրատած 1 կգ 200 գ քաշով կաղամբը։ Շարունակում ենք խառնել։
Կափարիչի տակ մի փոքր շոգեխաշում ենք, Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում ավելացնում ենք աղ ըստ ճաշակի։ Ավելացնում ենք 1 մեծ կամ 2 փոքրիկ դափնու տերև, սև աղացած պղպեղ, 1 թեյի գդալ կարմիր աղացած պղպեղ։ Միջուկին պիտի ավելացնենք նաև 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, բայց գիտեք, որ եթե տոմատի մածուկը տապակած չի լինում, յուրահատուկ համ է ունենում, դրա համար կաղամբի կենտրոնը ազատենք, լցնենք 1 ճաշի գդալ տոմատի մածուկը, ընթացքում անընդհատ խառնենք, մինչև կտապակվի, կեպվի։ Այնուհետև տոմատի մածուկը խառնում ենք կաղամբի և գազարի հետ, որ համերը միախառնվեն։ Ավելացնում 1,5 թեյի գդալ շաքարավազ։ Քայլեր այստեղ են ինձ բերում Միջուկը պատրաստ է, դնում ենք հովանալու։ Խմորն արդեն պատրաստ է։ Տեսեք ինչ լավ է հասունացել։ Սիլիկոնե գորգի վրա բուսայուղ լցնենք և խմորը տեղափոխենք գորգի վրա։ Քո խենթացնող կիսադեմն է լողում Ես խեղդվեցի ես կեղտոտ քաղաքում ու չկա ազատում Խմորը բաժանում ենք 16 հավասար գնդերի։ Դու իմ անունն ես տալիս ու կանչում Ես խեղդվեցի ես կեղտոտ քաղաքում Գնդերը ծածկում ենք սննդային թաղանթով, մյուս կողմից սկսում ենք պատրաստել կարկանդակները։ Չենք մոռանում անընդհատ գորգի վրա բուսայուղ քսել, որ խմորը չկպնի։ Կարկանդակի ձևավորման համար գունդը բացում ենք ուղղանկյունաձև, կենտրոնում դնում 2 ճաշի գդալ միջուկ, գնդի 2 եզրերն իրար վրա բերում, ամրացնում և կենտրոնից դանակով ճեղք ենք անում։ Այս ճեղքից միջուկի ավելորդ գոլորշին ու խոնավությունը թխելու ընթացքում դուրս է գալիս։ Եվ ինձ արդեն չեմ ճանաչում Պատրաստած կարկանդակները ընթացքում տեղավորում ենք ջեռոցի տապակի վրա և ծածկում, որպեսզի նորից հասունանան, մոտավորապես 20-25 րոպե։ Ես իմ անցյալն եմ կորցրել Երևանի գիշերներում Քո հանգուցյալ տատիկի սենյակում Եթե այս միջուկը չեք սիրում, կարող եք պատրաստել ձեր նախընտրած միջուկը և փոխարինել կաղամբով միջուկին։ Խմորը շատ ունիվերսալ խմոր է և շատ միջուկների հետ կարելի է համադրել։ Քո բոլշևիկ տատիկի սենյակում Ուր մահճակալներ անվերջ կոտրվում Գինուկիսատ շշերի արանքում Դու հավերսեր ինձ խոստանում իմ քնքուշ սևահեր Դու ինձում ես թողել Դու ինձում ես թողել Ինձ թողել հեռացել ես լուսնոտի պես արթնացել Ու տանիքներն եմ բարձրանում Ես իմ երազն եմ կորցրել Երևանի գիշերներում Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում Բոլոր կարկանդակներն արդեն պատրաստեցինք։ 1 ձվի դեղնուցի վրա ավելացնենք 1 ճաշի գդալ կաթ, լավ խառնենք, քսենք կարկանդակների երեսին, Մենք կորցրինք առհավետ իմ անգին Մի օր փակվեց
Կարկանդակների վրա ցանում ենք քունջութի սև սերմեր։ Թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։ Արտակարգ համեղ են և շատ տեսքով։ Առաջարկում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, իսկ մենք կներկայացնենք ձեզ նորանոր հետաքրքիր բաղադրատոմսեր։ Դու ինձ ում ես թողել, դու ինձ ում ես թողել, ինձ թողել, Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում,